Նախ մի հատ ծիտրի համար կներկայանաք, որ ճիշտ լինի, ոչ մի բան բաց չթողենք։ Այսինքն ես ներկայանամ լսով եմ առօրդիների ուխտի քուրմ Վարուժ։ Կպատմեք մի փոքր այսօրվա մասին, ինչ է այստեղ տեղի ունենալու, ինչ փոփոխությունների է ենթարկվել այս տարի ձեր արարողակարգը, մի փոքր կպատմեք։ Ուրեմն ավանդույթ ենք դարձրել հայկյան նավասարդը, այսինքն նավասարդի տոնը, հայկյան հաղթական տոնը տոնել եւ տարածել ողջ ազգաբնակչության մեջ, որ հայի ինքնագիտակցությունը բարձրանա, որ ինքը հայկի սերունդ է, Վահագնի սերունդ է, Արարչի սերունդ է եւ հայկը այն անհատներ, այն աստվածամարտներ, որ ապացուցեց, որ քեզ վրա բարձրացրած ձեռքը հարվածի համար պիտի կտրել գլխի հետ միասին։ Եվ ցույց տվեց, որ միայն զենքով, միայն պայքարով կա եւ ազգը կարող է ապրել, ազատ արարել, առավել եւս արարող ազգը։ Օրվա խորհուրդը ազգային ազատագրական պայքարն է։ Անկախ նրանից ներսից է ազատում թե դրսից, ամեն դեպքում հայկյան եռաթևը պիտի գործուն լինի, պիտի միշտ պահված լինի, պիտի միշտ աղեղը լարված լինի, սլաքը միշտ պետքա լինի լարի վրա աղեղի։ Մենք հիմնականում ընտրել ենք միայն ոչ միայն մենք կազմակերպություններ կան, ընտրել են Հայկի արձանի մոտ, որովհետև ավելի խորհրդանշանական է դառնում, երբ արձանն էլ կա, արձանն էլ ցույց է տալիս, տեսողական, ասենք, ավելի հետաքրքիր է լինում, միայն խոսքով մարդիկ քիչ են կալում երևի, մեր տեսակը մի քիչ բթացել է ինչ-որ բանից, մի 2000 տարվա բան է, էլի դենց այդքան շատ։ Իսկ ովքեր են նախաձեռնել կազմակերպել այս ամենը։ Նախաձեռնողները արդեն որ երրորդ տարի է նախաձեռնում են Հայկ ենք, Հայկ ազգանունը Չոբանյան։ Հայկ Չոբանյանը, իրենց կազմակերպությունը, քանի տարի գնում էինք Արագած, կրակ էինք բերում, այս տարի ինչ-ինչ պայմաններով, պատճառներով չգնացինք, կրակ չբերեցինք, ուխտագնացությունը մի խոսքով այդպես չկայացրեցինք, բայց արձանի մոտ էլի քուրմը ելույթ կունենա, գեղարվեստական մաս կլինի, նորից փորձենք առաջնորդել, նորից զարթեցնել մեր ազգի ինքնասիրական ոգին։ Իսկ ինչու այս տարի եկեղեցին առաքելական դեմ եղավ։ Ուրեմն ասեմ իդուր ամբողջ հայ աշխարհը։ Չի խանգարել այս տարի կոնկրետ ինչի։ Ես ասում եմ ձեզ։ Ուրեմն ամենավտանգավորը դա ոտքերը բաց թողած մորթվող ցուլն է։ Երբ ցուլը հասկանում է, որ իրեն արդեն մորթում են, եւ չեն զոհաբերում, մորթում են, նա կարող է մի քացու հարվածով սպանել իրեն մորթողին։ Հիմա եկեղեցին հասկանում է, որ իրեն ճանաչել են, թե ներսից, թե դրսից։ Ազգակործան ամբողջ այդ գործունեությունը հասկանում է, թե ներսից ազգի մեջ ինչ է կատարել, ինչ է ներդրել, ինչպես է ոգին կոտրել, ինչպես պիտի միայն աղոթքով փրկվի հայը եւ այլը։ Ոչ, հայը միայն իր զենքով, իր մտքով, իր արարմամբ եւ հայը փրկվելու խնդիր չունի։ Նա ինչպես արարող տեսակ, արարչից սերված, միայն արարելու սերունդ ունի եւ պետք է իրեն խանգարողին անպայման մեկուսացնի, իրանից դուրս հանի։ Եկեղեցու գործն է դա, խանգարել բոլոր ազգայինը։ Եկեղեցին չունի հանուն ազգի, հանուն հայրենիքի, նա ունի հանուն հավատի, հանուն կրոնի, հանուն եկեղեցու։ Եթե ուրիշ որևէ գործառույթ կարող եք նրանց կոչերի մեջ գտնել, խնդրեմ, մեջ բերեք եւ ես նույնիսկ 2 ձեռքով, 3 ձեռքով ծափ կտայի դրա համար։ Չկա այդպիսի բան։ Աշխարհում բոլոր կատարված բաները, ինչ կատարվել է, եկեղեցին վերագրել է իրեն, բոլոր հաղթականները հանուն հավատի, հանուն կրոնի, հանուն եկեղեցու։ Իսկ ուր մնաց ազգը, ուր մնաց հայրենիքը, ուր մնաց արյան գաղափարը, ուր մնաց ծագումի գաղափարը, չէ՞ որ մենք արիական սերունդ ենք։ Եվ ես վստահ եմ, հայը կռվում է, թեկուզ գիտակցելով, չգիտակցելով, հայ ռազմիկը, զինվորի մասին չեմ ասում, հայ ռազմիկը կռվում է ազգի ու հայրենիքի փրկության համար, ազատության ու անկախության համար։ Ես վստահ եմ երբեք չհաշված մի քիչ ավելի այսպես հավատացածները, եկեղեցուն հավատացածները, այո, կկռվեն, որպեսզի եկեղեցին ապրի, բայց միևնույն է ապրելու է շահի համար, որտեղ խանգարել որևէ ներողություն, խանգարել որևէ ազգային միջոցառում, որևէ ազգային ձեռքբերում կամ նախաձեռնություն հավասար է, հավասարազոր է ազգը քանդելու, արմատը կտրելու։
Լավ, եւ վերջում ուզում եմ իմանալ ինչքանով է հաջողում հասարակություն այս տոնը massական դարձնել եւ մարդկանց ներգրավել թեկուզ իրենց մասնակցությամբ։ Ես դեռ երեխա ժամանակ մանկապարտեզում 4 տարեկան, 5 տարեկան, 3 տարեկանից ավելի շուտ գիտեի, որ թուրքերը մեր թշնամիներն են։ 4-5 տարեկանում, երբ լսում էի, դա եղել է 50 տարի առաջ։ Ես լսում էի, որ կա Նավասարդ, այսօր Նավասարդ է։ Չգիտեի ինչի համար է։ Այսօր Հայկը սպանեց Բելին, հետո դպրոցում արդեն անցանք Հայկ եւ Բել առասպել, հետո հասկացանք, որ դա ոչ թե առասպել է, այլ իրականության մեջ, իրականության մեջ եղած դեպք ազգային ազատագրական առաջին ներողություն եմ խնդրում, ազգային ազատագրական առաջին պայքարն է եղել։ Բարև ձեզ էլ, Հայկ ջան, շատ բարև ձեզ։ Եվ ազգային ազատագրական պայքարում պիտի լինեն հայկերը, պիտի միշտ ասում եմ, եռաթևը, հրե եռաթևը պիտի միշտ լարված լինի։ Եկեղեցին կփորձի խանգարել թե ոչ, մարդիկ ի ծնե մայրական կաթի հետ ստանում են այս գաղափարը, եւ Վահագնի ծնունդը, եւ ազգային գաղափարախոսությունը, ուղղակի ընթացքում շեղում են, կտրում են ինչ-որ ձևի, տանում են այն հունով, որը ազգին տանում է կործանման։ Մենք հայ արիներս, մեր տեսակը, արորտիների ուխտը, ես անձամբ հուն վարուժս ասում եմ, միայն ազգային գաղափարախոսությամբ, եթե ռազմաճակատում է հայրենիքի փրկությունը, ապա հիշեք, հիմա սա որպես կարգախոս եւ առաջ անգամ ես եմ ասում։ Ազգի փրկությունը ազգային տաճարում է։ Կրկնում եմ, տաճարում։ Այսպես է։